Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 21-ը։ Այցով Ղազախստանում գտնվող Իլհամ Ալիևը սենսացիոն հայտարարություն է արել։ Նա ասել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նրա բառերով օկուպացիայի պահից ի վեր։ Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով, նրան տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Հիշեցնեմ, Վարդան Ղուկասյանը մեղադրվում է կաշառք պահանջելու համար։ Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել է 1.5 տարի։ Սոցցանցերով տարածված տեսանյութերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է վերադասի հրահանգով, որը փաստացի Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է, ինչից հետո սրբազանը ձերբակալվեց։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ազատազրկվել է Փարիզի Լա Սանտե բանտում։ Մինչև այդ Ելիսեյան պալատում նրան ընդունել է պետության գործող նախագահ Էմանուել Մակրոնը, մարդկային ժեստ համարելով իր նախորդներից մեկին ընդունելն ու զորակցելը։ Իսրայելի ռազմական ակտիվությունը սրվել է միանգամից 2 ճակատով։ Ցախալը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում Հեզբոլահի ենթակառուցվածքներին, իսկ Գազայում իր զորքերի սահմանանշված դեղին գծի մոտ սպանել է 3 պաղեստինցու։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։